Լավ ջիջի։ Կպրսեք։ Ճամփորդեն ջանի դուրբան Եկեք ծախրաշք երկիրը, եկեք։ Ողջ աղբերքին, ողջ։ Կմետես ինչ անուշա, բոլորիս տոնը։ Վարդավառը սարվորների ամենասիրելի վարդևորը մեզ կրկին տարել է Տավուշյան բարձրադիր լեռներ։ Տարվա մեջ մեկ օր այս լեռներն իսկապես կենդանանում են մարդկանց ձայներով, ծիծաղով ու ջրոցի ուրախությամբ։ Թեև եկեղեցու տոմարով Վարդավառն արդեն անցել է, սակայն խորհրդային աթեիզմի տարիներին եկեղեցականներն աքսորվեցին կամ գնդակահարվեցին ու ոչ ոք չմնաց եկեղեցական բարդ օրացույցով տոնի օրերը հստակ որոշելու։ Դրա համար էլ թե Տավուշում, թե Լոռիում Վարդավառը սկսեցին նշել հուլիսի նախավերջին կամ վերջին կիրակին, ում ինչպես հարմար է։ Հիմա էլ այդպես շարունակվում է։ Տավուշի սարերը վաղ առավոտից մարդաշատ են, ամենուր մարդիկ են ընտանիքներով, բարեկամներով, ընկերներով, սարալանջերից խորովածի ծուխ է բարձրանում, երեխաների ծիծաղն է տարածվում։ Վարդավառն այն առիթն է, երբ սարվորներն ու նրանց հյուրերը հավաքվում են միասին շնորհավորելու միմյանց, ջրոցի խաղալու, խարույկի ու խորովածի շուրջ անցկացնելու օրը։ Շատերն այստեղ են եկել դեռ նախորդ օրը, գիշերել են վրաններում, մեքենաներում, բայց երկնքի տակ, այնտեղ որտեղ կարողացել են տեղավորվել։ Առավոտյան սարն արթնանում է նոր օրվա, նոր հանդիպումների ու վարդևորի տոնական եռուզեռի հետ։ Այդ արթնացմանն էլ ականատես ենք լինում մենք, սկսելով մեր պատմությունը։ Վարդևորնա եկել ենք, շնորհավորենք, ուրախացնենք, մեզ մոտ вообще լավ տոնա, լավ էլ նշում ենք, ուրախացնում ենք բոլոր վարդևորի ժողովրդին։ Նախտի մախբոր օջաղամն ենք, ուրախացնում ենք։ Ամբողջ հարազատությունով հավաքվում։ Ամբողջ իմ թորներով, իմ փեսենով, լրիվ ընկերներով, հարևաններով լավ եկել ենք, ուրախացնում ենք։ Ջուջևանցի Սերոժը խորովածի գլխավոր պատասխանատուն է։ Լույսը նոր է բացվել, բայց երեկվա խորովածի կրակը դեռ չի մարել։ Մի քանի րոպեից նոր շամփուրներն են հայտնվելու կրակի վրա, քանի որ հյուրերի հոսքը չի դադարում։ Սարերում վարդևորը հենց այսպես են դիմավորում, ինչպես ամանորին, այնպես էլ այս տոնին պատրաստվում են օրեր առաջ։ Ամեն տարի պարտադիր գալիս ենք Երևանից, եկել ենք Երևանը, խարույկ ենք վառել, սա խարույկի տեղն ստեղ է։ Երեխեքն ուրախացել են մագնիտոֆոնով ամեն ինչով անցենք կացրել։ Ձեր մանկության տարիներին ոնց։ Իմ մանկության տարիները ստեղ եմ անցկացրել հեռու սարերը մենք ունենք Դալուտախ, այնտեղ ենք ելել։ Հիմա էլ էս փոքր սարերը մնա, ժողովուրդը չի կարող հեռու գնա, այն այստեղ կատարում ենք։ Սա պարտադիր բան է, էլի։ Վարդևորը պարտադիր է։ Ոնց որ նոր տարի։ Նոր տարուց առավել։ Գերեգի խմել ենք մինչև ժամի 1-ը, մինչև 2-ը, 3-ն էլ երեխեքը բարեն եկել, ուրախացել են, հետո նոր գնացել են ամենքը միտեղ քնել։ Մեկ ավտո, մեկ էս դոմիկը, ամենք միտեղ հարմարվել են, քնել են։ Ջուջևանի սարատեղին Կարմիր գյուղ այս տարի ընդունել է ընդամենը 4-5 ընտանիքի, ինչպես բոլոր սարատեղիներում, այստեղ էլ սարվորներն ամեն տարի պակասում են։ Չիլինգարյանները բացակայելու միտք չունեն, ասում են։ Օրը նոր է բացվել, տան տիրուհիները նորից սեղան են գցում, տղամարդիկ կրակն են թեժացնում։ Ամբողջ գիշեր երգել են, պարել, զրուցել մինչև լուսաբաց։ Թվում է հիմա հանգստանալու ժամանակն է, բայց ոչ վարդևորին։ Ունեմ բարեկամություն ձեզ նման լավ մարդիկ, եկեք հյուրասիրվեք։ Իմ հյուրերս դուք եք ու խնդրում եմ այդ կամերան անջատեք, մի հատ քեֆ անենք։ Մենք այստեղ ենք մեր հետևորդների համար, ասում եմ ես ու խնդրում զրուցակցից հնարավորություն տալ զգալու սարվորների վարդևորի շունչը։ Զրուցակիցը սկզբում մի փոքր երկմտում է, բայց հետո համաձայնվում։ Պարզվում է պատճառը մեկն է, ես կրում եմ իր սիրելի աղջկա անունը եւ հենց դա էլ դառնում է այն փոքրիկ կապը, որի շնորհիվ էլ չի մերժում մեր խնդրանքը։ Ու մենք շարժվում ենք դեպի բինայի հետևամասը, որտեղ արդեն ամեն ինչ պատրաստ է։ Կրակը վառված է, շամփուրները տեղավորում է ու պատմում, որ գիշերը տարիներ առաջվա պես անվադողեր են վառել, մեծ խարույկներ արել, հետո շարունակել քեֆ ուրախությունը։ Այս տարի համարեն նույնն էր, նույն մանկության հիշողությունն է, որտեղ կրակ են վառել պագնիշկա քո, բայց
ամեն ինչ փոխվել է։ Շատ է փոխվել։ Ինտերնետը մեր մանկությանը փչացնում է։ Ես կոչ եմ անում հրաժարվեն ինտերնետից։ Իհարկե։ Դե կա բաներ, որ ինտերնետը ճիշտ է, բայց 90%-ը այս երեխեքին փչացնում է։ Սարում ինտերնետ չկա։ Ունենք։ Ցավոք ստեղ ունենք։ Յուղիցե չլինի շատ հաճելի կլի։ Վարդեվորի օրը սարերում ամեն ինչ փոխվում է։ Այսօր չենք հանդիպի առօրյա գործերով զբաղվող սարվորների, պանիր անող, կաթ մշակող մարդկանց փոխարեն ամեն օր հյուրեր են, որովհետև այսօրվա կաթն էլ հյուրերի համար է։ Սարը մի քանի օրով դառնում է հանդիպումների, հյուրասիրության, երգի ու ուրախության վայր։ Սովորական աշխատանքները մի կողմ են դրվում, իսկ գլխավոր գործը դառնում է հյուր ընդունելն ու Վարդեվորի ավանդույթը շարունակելը։ Ու մեր բնությունը ով գա բարով բայելի։ Թող եկեք սա հրաշք երկիր է, եկեք սուրբ երկիր է, եկեք վայելեք։ Մի քանի օրով այս սարերի գեղեցկությունը վայելել պատրաստ են շատերը, բայց սարի իրական կյանքը բոլորի համար չէ։ Սարվորի առօրյան միայն բնության վայելքը չէ, ցեխ ու գոմ աղբ, երկարատև մառախ ու ուժեղ քամիներ ու անսպասելի կարկուտներ։ Սա է սարի կյանքը։ Այս ամենին դիմակայելու համար միայն ցանկություն չէ պետք, այլ ամուր կամք, համբերություն ու սարի մարդուն բնորոշ տոկունություն։ Սարվորը սովորում է ապրել բնության օրենքներով, ընդունելով թե նրա գեղեցկությունը, թե դժվարությունները։ Եվ Վարդավառն էլ խորհրդային տասնամյակներից սկսած տոնվել է ավելի շուտ որպես անասնապահների տոն, կամ ավելի ճիշտ մի տեսակ ձոն անասնապահին ու անասնապահությանը։ Չէ որ տոնի հյուրասիրության հիմքը անասնապահական մթերքներն են, միսը, կաթից պատրաստված ամենատարբեր ու անարատ մթերքները, սեփական արտադրության յուղով արված ամենատարբեր թխվածքները, խավիծը։ Նայեցի որ հեշտ է։ Այս 2 ամիսը ամբողջ Հայաստանը տեղատարապ անձրև։ Պատկերացրեք, սապոկը հանում ենք միայն քնելու վաղտ։ Ցեխա։ Բայց գոնե գնահատվում եք։ Իհարկե գնահատվում ենք ընտանիքի կողմից, հարազատների կողմից։ Մովշի իմաստով գնահատական չկա։ Նենց չի որ մեծ գներա որ կայանանք շուկայական եսի ինչեր անենք, բայց ընտանիք ենք պահում։ Ու ես իմ գնահատականն է։ Մուսայել Պապն արդեն քանի տարի Վարդեվորի հյուրերի ցուցակում է, ոնց ինքն է ասում, ջահելության տարիներին այս սարերի արծիվն է եղել։ Սարի արծիվը տարել արդեն ծնճղուկ։ Ես տարեկով եմ πάει, բայց մի ծախել եմ, կամ չեմ վետնես աշխատում, ծաղոտամ խապանին, բայց սաղ սարեմ, սարերը, ոտով գնացել եմ մեկել ես ծաղ, թոյել եմ սունք հավաքել, սինդրիկ հավաքել, ինչ ասը ծայել եմ։ Նորմը 30 կիլոմետր ման եմ եկել ես անտառներում։ Վերևից հսկել է կանաչ լեռնագագաթները, ոտքի տակ տվել անտառներն ու ապրել երջանիկ։ Արդեն անասուն չի պահում, սար չի գալիս, բայց ամեն անգամ Վարդեվորին սարի ուրցի հոտը, ճանապարհները, ծանոթ վայրերն արթնացնում են հին հիշողությունները ու նորից կապում նրան այն կյանքի հետ, որն անցել է այս լեռներում։ Մեծեր հավաքվել այս սարի գագաթին։ Գետնի վրա սեղան գցեինք։ Մի հատ պապիկ ունեինք, այսինքն հայրիկս էր նվագող, դուրնա քամանչա նվագող երաժիշտ հայրիկ ենք ունեցել։ Սա թորնիկին հավաքել, ֆարսաներն այս տարի գլուխը։ Այնտեղ սեն նկարող գրագից ունենք, էլի նկարային։ Բարեն, երկեն, ուտենք, խմենք, քեֆ անենք, շախանենք, ավելի լավ էր արու երկանստե հմի։ Գիշերս մենք մինչև համարը քնեցինք, մինչև ժամի 5-ը մինչև ժամի 5-ը խմել ենք, երկ ժամասնոց կպսել ենք, եկացել էլ շարունակել ենք, ստեղից կամա շվակ հետ արև հետ շարժվում ենք, ստեղից պրտուտ ենք արդեն տուն մոտնում, դիտին կեվան է, մարդիկ կան որ 10 տարի իրար չեն տեղ, այսօր հանդիպել են ժռիվ իրար։ Հաճախակ ենք գալի բացի Վարդեվորը, բայց դե տոնը սա ստիպում է, որ պետք է բոլորս կանք էլի։ Կարմիր գյուղ սարատեղից շարժվում ենք դեպի Գիլածակեր կոչվող սարատեղի ու հանդիպում մեր հինծանոթ պարոն Սերժիկին, ում համար մեր նոր օպերատորն անծանոթ էր։ Նկարիչ նորից չէ։ Նկարիչ նորից է։ Լա։ Նորս ավարտել ախպերը, ուրեմն լավ է կալի։ Եմ որ դուք բարդ թափում եք դուն եք, Շուտ վասալվոր եք, վաղուց եք սար գալի։ 91 թվից Անդադար եկել եք։ Անդադար մայրի
Կարող է երկենք իրար հետ։ Երգենք։ Էլա ախպեր։ Պարոն Սերժիկը նախ ծանոթացնում է իր ընտանիքի կազմի հետ բացառությամբ տիկնոջից։ Էս իմ հարցն է, էս իմ աղջիկն է, իմ թորնիկն է, էլա իմ թորնիկը։ Հարուստ մարդ եք։ Հարուստ, շատ։ 3 հատ էլ Ամերիկա ունեմ, Այս իրուն տիկինը ձերքն է։ անպայման։ Բախիցի ձեր կողքը գալի։ Հա։ Իցի գալի ձեր կողքը, խռովը։ Չէ, երեխեքն եկել են դուխն իրան ուտումա։ Պարոն Սերժիկը 70-ն անց է տարիք, երբ ինչպես ասում են, կարելի է արդեն ոտքը ոտքին գցել ու հանգիստ վայելել անցած տարիների վաստակը, բայց սերը նրան դեռ բաց չի թողնում։ Այս լեռներում նա դեռ 1001 նպատակ ունի, 1001 հոգս ու հարց։ Թորների ուսումը, ամուսնությունը, ընտանիքի ապագան, ամեն ինչ կախված է իր չարչարանքից։ Հիմա գիտես որ ընտանիք ունես, երեխեք ունես, թորը ծոր ունես, ուզում ես տարիքը անկախ տարիքից ինչ որ մի բանով օգնական լինես, օգուտ տաս, թեգուզ մի վեդրո կարտոշկել կամ անտարես մի վեդրո տանձ ես հավաքում, մոշ ես հավաքում, Այս թորնիկներն են։ ես իմ թորնա գիրովական դիլիջան սովորմա, վաստակավոր արտիստուհի, կանոնահար, սրացավը տալի։ Բատիկին ինչ ավարտել, սովորացա։ Չէ, որ սովորացել իրար հետ լի չենք, չէ, բարդա։ Սովորածների հետ բարդ։ Հա։ Խելքները շատ բան է հասնում։ Հա, պետք է մի քիչ 10 ավարտ է ամուսնանա։ Են լորու ձորներուր հանդիպակած, ժայրերո խորունգ, նոթերո կիտած, դեմ ու դեմ կանգնած, համարու անթած, հայացքով իրար, նայում են հնդա։ Գիլածակերը Բերթավանի Սարատեղին է ու պարոն Սերժիկն էլ հպարտ է, որ այդ գյուղի ներկայացուցիչն է։ Իսկ ինչ Բերթավանցի, եթե եկողին, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, այս դեպքում Սերժիկի տուն եկողը մինչև չմոռանա ինչի համար էր եկել, չի գնա։ Ու Բերթավանցին հենց այդպես էլ անում է, ժպիտով լցնում է գին ու բաժակները։ Ճամփորդեմ ջանիդ ղուրբան Ձայնակցելտիս Ճամփորդեմ ջանիդ ղուրբան Մեկ համբյուր հալալերա Տոնը տոն, բայց տոնին հասնել է պետք աշխատանքով բնության դեմ կռիվ տալով։ Ոչինչ դեռ տոնական սեղանները կսպասեն, մի փոքր էլ խոսենք այն ճանապարհի մասին, որով անցնում են մի քանի ամիս, մինչև գալիս է 1-2 օրյա տոնական անհոգությունը։ Այս տարի էլ նախկին ու նախկինից էլ նախկին տարիների նման դժվար է եղել, դեռ մի բան էլ ավելի։ Չդադարող անձրևները ոչ միայն եղած ճանապարհներն են ավերել, որ չգիտեն, թե երբ կկարգավորվի, նաև միջև ուղն ու ծուծը թրջել են մարդկանց, արոտներն ու անասուններին։ Չչորացող ցեխը անտանելի է դարձրել կենցաղը, որին գումարվում է նաև ցուրտը։ Իրենք էլ արդեն ջահել չեն, բայց դե ինչ անեն, բնության հետ համերաշխ են։ Խոսքի առաջ շատ էր, հիմա ջահելները սարը չեն գալիս, Երևան են ձգտում, այս բնությունը, այս կյանքը չեն սիրում, բայց մեզ համար սա մի աշխարհ է, առանց փոխարինելու, անփոխարինելու, շատ լավ է մեր բնությունը, Ալավերդու բնությունը, Նոյեմբերյանի բնությունը, աշխարհում դե բնություն չկա։ Ավելի մաքուրել են, չէ՞, այստեղի ժողովուրդը։ Շատ մաքուր են, հյուրասեր են, ազնիվ են։ Հյուրերեք ունեցե պալատքում։ Այս մեր երեխեքն են։ Հա։ Այս էլի մաղջիկն է ուղարկել Ամերիկայի իմ թորների Չեք հիմա։ գնացե Ամերիկա։ Շուտով։ Գնալու եք։ Հա։ Այն այս հաղորդում վերջացնեմ գնալու եմ։ Դե բարև արեք, բարևներ ուղարկեք։ Բարև Մարգարիտ ջան։ Ձեզ առողջություն, հաջողություն, Հայկոյի հետ միասին, իմ թորների հետ միասին, այդ լավ աշխարհում, այդ լավ կյանքով 1000 տարի ապրեք։ Խնդիրները շատ են, ասում է մեր զրուցակիցը, կգաք դրանց մասին մի օր առանձին կխոսենք։ Իսկ հիմա բաժակդ բերասում է ու բաժակ բարձրացնում տոնական շնորհավորանքով։ Ողջ ըլեք, առողջ ըլեք, ուրախ ըլեք։ Էլ եմ ասում, բոլորի վարդևորը շնորհավորելի, լավ տարիներ անցկացնեն։ Ապրեք, շատ որ սենց հյուրընկալ մարդիկ եք։ Միշտ համեցեք, պատրաստ ենք։ Էլ մի ռեսն էլ կգաք։
Գյուղ էլ կգանք ձմեռը։ Հա, չէ, ես ծմերը չեմ գնում, ես տեղ եմ մնում, հա։ Ոչինչ, մենք կընդունենք, դուք համեցեք, մենք կընդունենք։ Ողջ։ Մեկ բաժակը բավական է շնորհավորելու համար ու մենք առաջ ենք գնում մեր հին ու նոր ծանոթների հետևից, դեպի ավելի բարձրադիր յայլաներ։ Ճանապարհը ծանրաբեռնված է, տասնյակ մեքենաներ են շարժվում հիմնականում դեպի յայլաներ։ Հիմնականում գնում են դեպի բարձր սարեր, որտեղ ցավոք հնարավոր է հասնել միայն ամենագնացներով, ու մեր փորձառու վարորդ Գառնիկի սեդան մեքենային հասանելի չեն։ Ուստի մենք առաջ գնալ չենք կարող, թեպետ հյուրընկալ տավուշեցիներն առաջարկում են թողնել մեքենան տեղում ու միանալ իրենց։ Ես ծնունդով նոյեմբերյանից եմ, հիմա եկեք մեր սարերը Վարդավառի, եկեք համեցեք մեզ հետ։ Ովքերով եք։ Մեր ընտանիքը ենք։ Ընտղես այս, կինս այն, հարսս այս, թորներս այն, էսելա թորներ, էսելս այն։ Եկեք համեցեք մեզ հետ գնանք։ Այստեղ կապը չեք կտրում էլի, այսինքն ձեր գյուղի։ Ոնց կարա, քանի մեծանում ենք, այնքան ավելի են կարոտում մեր սարերին, մեր մաքուր օդերին։ Ամեն անգամ չենք կարող։ Պարոն Սերժիկին ու նրա հյուրընկալ ընտանիքին խոստանում ենք հյուրընկալվել նաև Բերթավանում ու շարունակում ենք ճանապարհը դեպի Շլոր Կուրտ Սարատեղի։ Մեր նախորդ նկարահանման ժամանակ դեռ շատ սարվորներ գյուղից գալ չէին հասցրել անձրևոտ եղանակների պատճառով ու Ղոչաղաննան սարում միայնակ էր։ Հիմա այստեղ են նաև հարևանները ու հյուրերին ճանապարհելուց հետո Վարդևորը կնշեն նաև հարևաններով ասում են, իսկ առայժմ պատրաստությունների մեջ է։ Ձերքի հետ էլ պատմում է, որ մեր նախորդ նկարահանումից հետո ինքը հայտնի մարդ է դարձել։ Ճիշտ ասած, ես 2 օր առաջ ես ճանապարհին մեքենա կանգնեց, դե բարև ձեզ վաստակավոր, սարվոր, արդեն հասկացա, որ դա ձեր կոմպլիմենտ է։ Հա, 2 կոնֆետ տվեց։ Այս շնորհակալություն կգաք ներքև իշնեք սուրճ կխմենք, թե չէ ժամանակ չունենք, նրանք էլ նկարելով գնեն, չգիտեմ ինչ էին, թե ամուսինի էին, թե ինչ էին նախտի։ Երևի։ Վարդևորին հյուրընկալվելու առաջարկ ստանում ենք ամեն կողմից ու այստեղ մերժել է հեշտ գործ չէ։ Շատերը նույնիսկ նեղանում են, որովհետև հյուրասիրությունն այս մարդկանց համար պարզապես առաջարկ չէ, այս սրտի խոսք։ Նեղացողներից մեկն էլ Դավիթն է։ Ինչից ուզում եք օգտվեք, բայց իմ քաշած գինուց պետք է խմեք, ասում է Դավիթը իր սարի հյուրասիրությունն ամբողջ սրտով ներկայացնելով։ Պետք է ինքն էլ խմի անպայման, եթե խմեց ոչ վայ իր մեղքը։ Այս արծույկաթն է։ Ձեր քաշած գինին։ Այո, խաղողի մաքուր գինին։ Բայց մի հատ բաժակ պիլան տաքսիա։ Եկողից պետք է խմացնեք։ Անպայման, դե որ հաց սարքում ենք, հացի հետ ենք էլի հիմնականում, բայց sense ես թեթև դիմ լցնել։ Գնացել ենք անտառ հացը տող մի հատ նորվեգացի հանդիպեցինք։ Վերջը, դա հաց ինեկել հանդիպել մարդարաղ ենք խմացնում։ Այն Կովկասի գորում ոսմա պի։ Մեր մարդին զորով 2 բաժակ խմացի դենց էլ քնել են։ Տնական արաղի սավոր չի մարդը։ Լեցրել եք մի կենաց ասեք։ Ողջ ենք, շնորհավոր լի, սարվորների տոնը, Վարդևորը շնորհավոր լի, մարդիկ ուրախ կան, ուրախ հաց ուտեն, ուրախանան, ջրվին, ուրախ էլ գնան ամենքն իրանց տուն։ Ողջ աղբեր չեն, ողջ։ Մետես ինչ անուշա, բոլորիս տոնը, բոլորիս թող։ Իսկականից Վարդևորը ուրախ տոնը էլի։ Մի բաժակ գինին երբեմն բավական է, որ մարդը ճանապարհ ընկնի դեպի անցյալ, միկում ու արդեն արթնանում են մանկության հիշողությունները, գեղեցիկ, բայց կամաց մոռացվող տարիների հուշերը։ Այն տարիները, երբ այս սարերում կյանքն ուրիշ էր, երբ միայն Բերթավանից մոտ 80 ընտանիք էր բարձրանում սար, սարերը լցվում էին մարդկանցով, ձայներով ու ուրախությամբ։ Դարախաղացներ էին գալիս, շրջկոպն էլ տոնավաճառ էր բացում, ուժ էին չափում կող բռնելով, երգ ու երաժշտություն էր հնչում մինչև ուշ գիշեր։ Այդպես էր սարվորը ժամանակին նշում Վարդևորը ոչ միայն որպես տոն, այլ որպես հանդիպման միասնության օր։ Այսօր այդ ամենը շատերի համար դարձել է անցած գեղեցիկ մի պատմություն, բայց սարի մարդիկ դեռ պահում են այդ օրվա շունչը իրենց հիշողությունների մեջ։ Քանդերբազը ամենակարևորը հետաքրքիրը մեզ մար դա էր։ Քանդերբազ կեր, հետո լարերը գցել, լարի վրա մարդը մանգերել, վերջը, հետո տոնավաճառ էր։ Ամեն ինչ մտքով տանսկիներ, հիմնականում շորեղեն։ Վարդևորին նվերներ էին առնում։ Մարդիկ առնեին, հա, գեր, դա այս ղաշցուրնայում ես, չգիտեմ գնացել եք, թե չէ կոթի գնացել եք, բարձր եք, ընդեղ մեծ տաշտ կա, ընդի տոնավաճառն ու քանդերբազն ուտի էր, հիմնականում։ Մենք ոտով 10 կիլոմետր այսքան երեխեք ենք, որը ձիուներ ձիով, որը ոտով, ալեր անձրևային օրուլեր, ցեխլեր, տատերից փախչեինք, անցեին,
Երբ չգեինք, բայց լավն էին, տապուպապերն ավել լավն էին։ Բայց Բերթավանց ու Թունդգինին արդեն սկսում է իր գործն անել։ Նույնիսկ մեկ թերի բաժակն էլ բավական է, որ զգաս դրա ուժը։ Իսկ մեր օպերատորը, որ նոր մարդ է, մի քիչ ամաչկոտ դժվարությամբ է մերժում հերթական բաժակի առաջարկը, ուրեմն պիտի փախցնել դիմային նկարահանումը շարունակելու շահագրգռվածությամբ։ Մենք Չիլինգարյաններին էլ ենք հրաժեշտ տալիս շնորհակալություն հայտնելով նրան ջերմ ընդունելության, անկեղծ զրույցների ու սրտաբաց հյուրասիրության համար։ Տուն վերադարձի ճանապարհին Սրբազարից դեպի գլխավոր մայրուղի մեր ճանապարհը նորից անցնում է մարդկանց հոսքի միջով։ Տասնյակ նույնիսկ հարյուրավոր մեքենաներ են բարձրացել սարեր, տաղավարներում, խոտածածկ տարածքներում ու բնության գրկում հավաքված մարդիկ եկել են նշելու Վարդեվորը։ Նրանցից շատերը սարվոր բարեկամներ չունեն, այս կողմերում ծանոթներ էլ գուցե չունեն, բայց միևնույնն է եկել են։ Եվ այստեղ ամենուր նույն պատկերն է՝ բաց սեղաններ, ժպիտներ ու հրավերներ։ Բոլորն են կանչում, բոլորն են ուզում միանաս իրենց սեղանին, կիսես իրենց ուրախությունն ու զգաս այս օրվա ջերմությունը։ Շնորհավոր բոլորիս Վարդավառը, թող ամենալավն ու բարիները Վարդավառը ու մեր հայազգին, ամենակարևորը։ Երկրին էլ խաղաղություն։ Ամենակարևորը։ Լավ։ Ողջ։ Ձեզ էլ համբերություն։ Ողջ։ Եկել են պարզապես վայելելու օրը, մաքուր օդը, լեռների գեղեցկությունն ու տոնի ուրախությունը։ Որովհետև Վարդեվորն այստեղ միայն սարվորների տոն չէ, այն դարձել է մի օր, երբ մարդը վերադառնում է բնությանը, հանդիպում մարդկանց ու պարզապես ուրախանում, գովաբանում սարվորի ծանր աշխատանքը ու նրա ստեղծած բարիքները շնորհակալությամբ ըմբոշխնում։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Սայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։